Գիրք Եզեկիել, գլուխ 29. 10-րդ տարվա 10-րդ ամսի 12-ին եղավ Տիրոջ խոսքը ինձ ասելով. Մարդի որդի, երեսը դարձրու դեպի Եգիպտոսի փարավոն թագավորը և մարգարեացիր նրա դեմ և բոլոր Եգիպտոսի դեմ, խոսիր և ասիր. այսպես է ասում Տեր Եհովան. ահա ես քեզ դեմ եմ, ով Եգիպտոսի փարավոն թագավոր, ով մեծ վիշապ, որ պառկում ես գետերումդ, որ ասում ես. իմ գետը իմն է, և ես եմ շինել ինձ համար, բայց ես քո կզակներին կարդեր եմ անցկացնելու, և քո գետերի ձկները կպցնելու եմ քո թեփերին, և քեզ դուրս եմ քաշելու քո գետերիցը, նաև քո գետերի բոլոր ձկները, որ կպած կլինեն քո թեփերին, և քեզ դեմ պիտի գցեմ անապատը, և քո գետերի բոլոր ձկները, դու դաշտի երեսի վրան ես ընկնելու, դու պիտի չժողովվիս և պիտի չհավաքվիս, ես քեզ տալիս եմ երկրի գազաններին և երկնքի թռչուններին իբրև կերակուր, և Եգիպտոսի բոլոր բնակիչները կգիտենան, որ ես եմ Տերը, որովհետև նրանք եղեգի ցուպ եղան Իսրայելի տան համար, նրանք քեզ ձեռքիցդ բռնելիս դու կոտրվեցար, և նրանց բոլոր թիկունքները ճղեցիր, և նրանք քեզ վրա կռնելիս դու փշրվեցար և կանգնեցրիր նրանց երանգները, դրա համար այսպես է ասում Տեր Եհովան. ահա ես սուր եմ բերում քեզ վրա, և քեզանից պիտի փչացնեմ մարդն ու անասունը, և Եգիպտոսի երկիրը պիտի ամայի և անապատ դառնա, և պիտի իմանան, որ ես եմ Տերը, որովհետև նա ասեց. գետը իմն է, և ես եմ շինել, դրա համար ահա ես քեզ դեմ և քո գետերի դեմ եմ, և Եգիպտոսի երկիրը անապատների անապատի պես ամայի պիտի շինեմ, Մագդողից մինչև Սուհեն և մինչև եթովպացիների սահմանը, նրանով մարդի ոտք չպիտի անցկենա, և անասունի ոտք չպիտի անցկենա նրանով, և նա բնակված չպիտի լինի 40 տարի, և ես Եգիպտոսի երկիրը ամայի պիտի անեմ ամայացած երկիրների միջում, և նրա քաղաքները անապատացած քաղաքների միջում պիտի ամայի լինեն 40 տարի, և եգիպտացիներին պիտի ցրվեմ ազգերի մեջ, և նրանց ցիրուցան անեմ երկիրների մեջ, որովհետև այսպես է ասում Տեր Եհովան. 40 տարիից հետո ես պիտի ժողովեմ եգիպտացիներին այն ազգերից, ուր որ ցրված են եղել, և ետ պիտի դարձնեմ Եգիպտոսի գերությունը, և ետ պիտի տանեմ նրանց Պաթուրեսի երկիրը, իրանց ծագման երկիրը, և նրանք այնտեղ մի ցած թագավորություն պիտի լինեն, թագավորություններից ցածը պիտի լինի, և այլևս պիտի չբարձրանա ազգերի վրա, և ես նրանց պիտի քիչացնեմ, որ չտիրեն ազգերի վրա, և այլևս պիտի Իսրայելի տան համար ապաստանարան չլինի, անօրենություն հիշեցնելով նրանց ետևից հետևելով, և նրանք պիտի իմանան, որ ես եմ Տեր Եհովան։ Եվ եղավ 27-րդ տարվա առաջին ամսի 1-ին Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. Մարդի որդի, Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագավորը իր զորքը մեծ ծառայության համար ծառայեցրեց Տիրոսի դեմ, ամեն գլուխ կնտացավ և ամեն ուս պլոկվեցավ, բայց մի վարձք չեղավ նրան և նրա զորքին Տիրոսիցը այն նրա դեմ արած ծառայության համար, դրա համար այսպես է ասում Տեր Եհովան. ահա ես տալիս եմ Եգիպտոսի երկիրը Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագավորին, և նա պիտի վեր առնե նրա առատությունը, և կողոպտե նրա կողոպուտը, և հափշտակե նրա ավարը, և սա վարձք կլինի նրա զորքին, իբրև վճար, որի համար նա ծառայել է, տալիս եմ նրան Եգիպտոսի երկիրը, որովհետև ինձ համար են արել, ասում է Տեր Եհովան. այն օրը մի եղջյուր պիտի բուզցնեմ Իսրայելի տան համար, և քեզ էլ բերանի բացություն պիտի տամ նրանց մեջ, և նրանք պիտի իմանան, որ ես եմ Տերը։